Անտիֆեյքի աշխատակիցների համար բաց է այցելությունները Վազգենի և Նարեկի համար, եթե բաց է այցելել եք, ինչ են խոսում, ինչ տրամադրություն ունեն։ Ես Նարեկի փաստաբանն եմ հանդիսանում, բաց են այցելությունները միայն փաստաբանների և մերձավոր ազգականների համար, այսինքն իրանք պատկերացրեք այնպիսի վտանգավոր հանցագործներ են, որ անգամ տեսակցություններն են փակ, անգամ ազգային ժողովի պատգամավորներն իրենց այցելել չեն կարող։ Ինչի մասին է սա խոսում, որ անգամ Խոսում է իրենց պատգամավորները։ նկատմամբ հաշվեհարդարի մասին, քաղաքական հետապնդման մասին բնականաբար, քաղաքական դրդապատճառներով կալանավորված լինելու մասին և դրանով է պայմանավորված, որ մենք այո, առանց տարակուսելու հայտարարում ենք, որ նրանք քաղաքական բանտարկյալներ և խղճի հալածյալներ են, և նրանք Եվրոպայի խորհրդի համապատասխան բանաձևի բոլոր կետերին համապատասխանում են որպես քաղբանտարկյալներ։ Տրամադրությունը շատ լավ է երկուսի էլ, տրամադրվածությունը շատ լավ է, այս հալածանքները նրանց չեն թուլացնում, ընդհակառակը ավելի են ուժեղացնում։ Առաջին անգամ գիտեք, որ եւս 2 ամսով կալանավորվել էին, սա հերթական արդեն 1 տարի, 1.5 տարի անց հերթական կալանքն է, ծիծաղելի է իրանց համար այս ամեն ինչը, այլ բան չի կարելի ասել, քան զավեշտ, խայտառակություն, աբսուրդ։ Մենք այստեղ խորհրդանշական ակցիայի շրջանակներում նաև ունենք աբսուրդի պատ եւ մարդկանց, ովքեր որ ներկա են եւ անցնողներին առաջարկելու ենք մոտենալ եւ իրենց կարծիքը գրել Հայաստանում տեղի ունեցող աբսուրդի մասին։ Քաղաքական բանտարկյալների շուրջ 5 տասնյակ քաղաքական բանտարկյալների առկայության մասին։ Իհարկե, այս հալածանքները որևէ առումով Նարեկին ու Վազգենին կոտրել չեն կարող, ընդհակառակ իրենք ուժեղանում են այս գործընթացներից, իսկ Նիկոլ Փաշինյանը ռեժիմի պարագլուխը ցույց է տալիս, որ ինքը կամաց կամ վերջին օրերին առավել եւս ոչ շատ կամաց խոշոր քայլերով մոտենում է դեպի ամբողջական բռնատիրական ռեժիմ հաստատելու նախերգանքի։